Աստղերի թիմի հաջորդ մասնակիցը երգիչ Գևորգ Մարտիրոսյանն է։ Ես պիտի խոստովանեմ, որ նախքան Arm Games-ում նրա մասնակցության մասին անոնսելը ես որևէ բան չգիտեի Գևորգի մասին, թեև հետո պարզեցի, որ նրա մի շատ հայտնի երգ ինձ ծանոթ էր, պարզապես ես չգիտեի, թե ով է կատարողը։ Գևորգը ակտիվ ստեղծագործում է եւ նա բավական երկար ժամանակ է ինչ երգարվեստում է եւ նրա մասին հայկական մեդիայում կարծես բացի երգարվեստի եւ անձնական հաջողությունների վերաբերյալ որևէ այլ տեղեկատվություն չգտնվեց։ Դա նշանակում է, որ Գևորգը ընդհանրապես չի մասնակցում որևէ սկանդալային, կոնֆլիկտային իրավիճակներին եւ նրա մասին որևէ նմանատիպ տեղեկատվություն չկա։ Այստեղից կարող ենք ենթադրել, որ Գևորգը համալրելու է Arm Games-ում մասնակցող բարի տղաների շարքերը։ Ախանց չգիտեմ, ես աշխատում եմ չշփվեմ տես մարդկանց հետ ու եթե շփվեմ հաստատ այդ նույն այդ մարդն էլ այնքան դրական կտամ, որ ինքը տես կգնա տունը, հետո կարող է չքնի։ Այդպիսի բարի տղաներ շատ են եղել Arm Games-ում եւ փորձը ցույց է տալիս, որ թեև նրանք վայելում են հեռուստադիտողի սերն ու հարգանքը, բայց նրանց հաղթելու շանսերը մինիմալ են։ Ուստի Գևորգի հաղթելու շանսը ես գնահատում եմ 10-ից 6-ը։ Սակայն ես չգիտեմ, թե նա ինչպես իրեն կդրսևորի։ Եթե դուք նրան ավելի լավ եք ճանաչում, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, թե ձեր կարծիքով արդյոք նա կարող է դառնալ Arm Games-ի հաղթող, թե ոչ։